Գերիներն են իմ կարծիքով մի 10-10 քանի հոգի տալու են մինչև տարվա վերջ։ Ում օրինակ։ Դες տեսնում եք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը թե չգիտեմ, այդ ինչ ռազմաքաղաքական ղեկավարությունից եք դուք խոսում։ Նկատի ունեմ Բակոս Սահակյան, Արայիկ Հարությունյան։ Ես չգիտեմ, ում իրանք են բանակցում, ես չեմ բանակցողը։ Գիտեմ, որ տալու են 10-ից 12 հոգի մարդ են տալու, բայց ում են տալու ես չգիտեմ, բանակցողից հարցրեք, ովքեր բանակցում են։ Ինչ գիտեք, որ տալու են։ Նաստրադամուսն եմ, ընդունեք դες։ Լավ, եւս մի հարց, որտեղ քաղաքական գնում եք ընտրության, պետք է այս մարդին օգնին, որ ընտրվի։ Տեսնեմ ոնց են խափում այս ժողովրդին։ Ասում եք ինչ եք իմանում։ Չեք տեսնում այդ բավարար արտահայտությունները գնալը։ Չեք ուզում թե տեսնեք, ձեր չի տալիս ձեզ։ Պարոն Բաբայան, մի ցավալի համեմատություն եմ ուզում անել, այդ համեմատությունը լինում է երբեմն սոցցանցում եւ այլ մակարդակներով, Իսրայելա-Պաղեստինյան պատերազմից հետո, հատկապես վերջին օրերին, երբ որ փորձում են արդեն հաշտության գալ, համեմատությունները Արցախի հետ շատ է եղել ու նման ցավալի, միգուցե տեղին չի, բայց այնուամենայնիվ համեմատություն են բերում, թե տեսեք ինչպես պաղեստինցիները դուրս չեկան Գազայից։ Նրանց դեպքում էլ պակաս դժվար չէր, նրանց գլխին էլ կրակ էր թափվում, նրանք էլ սոված էին։ Խնդիրը հետևյալն է, եթե այնտեղ լիներ ղեկավար, ոնց որ դա ունեցել ենք 90-ականներին։ Արցախում։ Այո, պետք չէր ոչ մեկը դուրս գալ, երբ որ ղեկավարությունը ինքը շատ լսեք։ Իշտում է հրապարակ պալատքում նստում, ու դուք համարում եք, որ այնտեղ ղեկավար է եղել, նրանք պետք է ժողովրդին կառավարեին։ Այո։ Իհարկե ոչ։ Բայց դուք եք ասում, չէ՞, որ անգամ պատերազմի ժամանակ էր պետք այդ քայլին գնալ։ Ես ասում եմ, տվեք ինձ գնանք բանակցությունների պահենք։ Ես երբ որ ասում եմ, չի եղել, չի կառավարվում, եթե բանակի ղեկավար չկա, ֆրոնտը հանձնելով գալիս ես, դու կամ հանձնվի, ընդհանրապես դուրս եք, կամ կազմակերպի։ Իմի ասում եմ, ինձ տվեք, ես կազմակերպեմ, ասում եք, չէ, այն մեկն էլ չի անում։ Հիմա ինձ ասում եք, բա դուք եք ասում դուրս եկեք, դա ասում եմ, լավ, կոտորվեք։ Դրեք կոտորվեք, էլի։ Ինչ է եղել։ Եթե ոչ մի բան չես ասնելու, ինչի։ Ասենք, Պալեստինյան հիմի այդքան զոհերից հետո եկավ նրան, ինչ Իսրայելը ուզում էր։ Հասավ իրան։ Բայց մարդիկ մնացին այնտեղ, չէ՞, դա Իսրայելը անգամ ուզում էր, որ բոլորին պաղեստինցիներին արհաներ